Եզրային ծալով կարատեսակ է, շատ հետաքրքիր կարատեսակ է, այն կարող է կիրառել շատ տեղերում, օրինակ պատկերացրեք, եթե սա լիներ տաբատ, որը ունի աստար, սա տաբատի հիմնական կտորը, օրինակ երեսային կողմն է, իսկ սա աստաղն է, որը կարվել է ներսից, այն կարող է լինել օրինակ գրպանի շրջանակի վերևի հատված, նույնպես աստարով, երբ որ գրպանածու կա ներսը, կարող է լինել կիսաշրջազգեստի գոտու հատված, երբ որ ամբողջական ձևացքի է, ցանկացած եզրի մշակում կարելի է աստարով այսպես մշակել։ Մեր աշխատանքի համար մեզ հարկավոր է 2 հակադիր կտոր, որպեսզի մեկը հասկանանք, որ աստարացում է, օրինակ այստեղ վարդագույնը ընտրված է որպես աստարացում։ Դետալները իրար վրա դրվում են երեսային կողմից, ես կարում եմ թաթիկի լայնությամբ, ըստ ձեր կտորի կարող եք ամեն գործողությունները, այսինքն ամեն կալից հետո հարթուկել, այստեղ կարաբաժիները հարթուկվում են դեպի աստաղի կողմը։ Թեմայի վրա պարզ երևում է կարաբաժների ուղղությունը եւ այս ծալված եզրը, այն կարող է լինել նաեւ շրջանով։ Այս ծալվող հատվածի չափը կապված է ձեր մշակումից, թե ինչ եք մշակում, ինչ հագուստի հետ եք աշխատում, օրինակ տաբատի, կիսաշրջազգեստի, զգեստի փեշաբերանների համար լավ կլինի 2.5-ից լինի մինչև 3 սանտիմետր, պիջակների վերարկուների համար լավ կլինի 4.5-ից լինի մինչև 5 սանտիմետր, նայած ինչ, եթե թեթև հագուստ է եւ ընդհանրապես պետք է այդպես աստառը վերևից է իջնում ներքև, օրինակ կարող է լինել գոտու մշակում, այստեղ ըստ մոդելի ցանկացած լայնություն կարող եք ընտրել, այսինքն նայած այս կարատեսակը որտեղ դուք կօգտագործեք։ Օգտագործման տեղերը չափից շատ են։ Վրակարը, եթե օրինակ ներքևին եզրեր են, ստորին հատվածներ եք մշակում, ապա լավ կլինի կարեք հիմնական կտորին, այսինքն մեր աստառին մենք չենք կպնում, այլ այդ աստառից 1 մմ կողք կար է լինում եզրից։ Եթե մշակում եք գոտուց, այսինքն աստառը իջնում է ներքև արդեն, կարող եք աստառի եզրից կարել 1 մմ կամ 1-2 մմ։ Միլիմետրները նշում եմ, որտեղ որքան եզրին մոտ է, այնքան գեղեցիկ եւ կոկիկ կար է ստացվում։ Չմոռանաք նաեւ երեսային կողմի կարի ուղղության մասին, այստեղ նույնպես պետք է հետևեք ուղղությանը, եզրից մինչև կար հեռավորությունը, պետք է ամենուր լինի հավասար։ Այս կարը ըստ սխեմայի ահա այսպեսին է, սա ավելի շատ ստորին եզրի մշակման համար է։